Անձրև գալուց մենք չգիտենք ստեղ պարգենք քնենք, թե տազիկը սպես պայենք, ինչքան քանի ժամ պետք է տևի այդ անձրև նորա կամ տեղ կեշտանք, ստեղ լամբուկ պետք է ջուր եղնի, պետք է շարենք սաղ, ընդեղ են կուխնին, որ նոր թողանք կեշտանք։ Անահիտ Հովանեսյանն է, ով արդեն 35 տարի ապրում է տնակում։ Անօթևանության կարգավիճակ չունի, սակայն անտանելի պայմաններն ու ծանր կյանքը ստիպում են նրան բարձրաձայնել խնդիրը։ Սպես իշքան ապրենք, լավ, կսեն տնագներից ազատվել, երբ մենք մեկ տարին փեդարանք, հունվարի սկզբին 5 կուբը էլ հերիք տվավ։ Հա ինչքան կարելի է, մարդը կստանա 110,000 դրամ աշխատավարձ, 110,000 դրամով ու դե փեդարնի, ասին կարելի լավ է, իսկանում տեղը տակցնենք, մի ամաղջիկ երեխա այնտեղ կքնի, ստեղը մենք ինչ ենք, պետք է դիմանանք։ Տնակում այլևս հնարավոր չէ ապրել։ Անձրևների ժամանակ դույլեր են դնում տան տարբեր հատվածներում, պայքարում են նաև կրծողների դեմ։ Մեկ է տեսար կռիսներ կբռնեմ օրավա, չեղ գիշերը, այ կելնիս որա, քաշեգը, թագարտը կքաշի որ էշտա, հնոր չկա, չի դեմել էլ արդեն։ Տիկին Անահիտը թիմել է Գյումրու քաղաքապետարան, հորդորել են սպասել։ Վերջնական պատասխանը սավ թե գնացեք մարտի վերջ, ապրիլի սկիզբ, կառավարությունը տեսեք ինչ որոշում պետք է կայացնի ձեր նման մարդկանց համար ու սաղ տնագների համար, որին ինչ պետք է ենե։ Քաղաքապետարանից Regions TV-ին հայտնեցին, որ Գյումրիում այս պահին կա 2500 տնակ, ավելի քան 1200 ընտանիք ունեն անօթևանության կարգավիճակ, իսկ 1080-ը տարբեր պատճառներով են ապրում տնակներում։ Մենք կառավարությունից ստացանք գրություն, որ համապատասխան որոշումը կայացվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, ժամկետը նշված էր 2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակը, բայց դեռևս չունենք այդ որոշումը, որ կարողանանք կոնկրետ ասել։ Եկող իշխանությունը ասում էր, որ աղետի կոդին պետք է որպես հասկացողություն վերացնել, իսկ փաստը որ մինչև այսօր աղետի կոդի է։ Գյումրիում հազարավոր տնակներ և անօթևանության կարգավիճակ ունեցողներ կան, և աղետի կոդի հասկացությունը փաստացի դեռ չի վերացել։ Գյումրու քաղաքապետարանում սպասում են կառավարության որոշմանը, իսկ տնակներում ապրող ընտանիքները սպասում են զինված ծով համբերության։ Տիրոն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Գյումրի։